Es wird viel Filz verkauft, es ist viel schlechten Filz, also die Chance liegt drin, guten Filz zu machen. Ուրեմն անեմիի կարծիքով շատ կարևոր է ապրանքի որակը, որովհետև եվրոպական երկրներում եւ աշխարհում շատ մեծ քանակությամբ վաճառվում են թաղիքի առարկաներ, բայց դրանց մեծ մասը որակ չունի եւ եթե որակյալ արտադրանք արտահանվի, ապա անշուշտ պահանջարկ կունենա։ Իսկ ինչ են արտադրում թաղիքագործները, ինչ տեսականի կարելի է ստանալ թաղիքից կամ, չգիտեմ, թաղիքին զուգընթաց եւ չգիտեմ այլ գործով են զբաղվում եւ ինչ կիրառությունն են դրանք գործնական։ Eine Frage, euch beiden könnt ihr beide antworten, welche Gegenstände entstanden während den Filzen? Was kann man daraus machen? Ja? Jetzt in dem Kurs? Was wir so jetzt überhaupt, wenn man filzt, was kann everything. The only thing you cannot do with wool and felt is eat. You can make a bozu, you can make a bed, you can make clothes, you can make boots, everything. Ամեն ինչ, հա, հեռուստադիտողի համար ասեմ, որ մեր հյուրերը Հոլանդիայից են, բայց մենք խոսում ենք գերմաներեն եւ հիմա անեմին անցավ անգլերենի, ուրեմն թաղիքից ամեն ինչ կարելի է պատրաստել։ Միակ բանը, որ չի կարելի անել, դա այն ուտելն է։ Քանի որ բրդից է եւ կարելի է հագուստ պատրաստել, փռվածքներ, կոշիկներ, պայուսակներ, գլխարկներ, մի խոսքով ամեն ինչ որ մարդու մտքով անցնում է։ Նույնիսկ օրինակ հիմա ես նայեցի ես բաժակին եւ կարելի է գուցե բաժակակալ, որ հետո բաժակը մեջը դնենք։ Ասենք տաք ջրի համար, որ ձերքը չվառի։ Und Josephine, hast du was dazu zu fügen? Nein, das ist richtig. Ես հնարավորություն տակ մեր հեռուստադիտողին։ Այո։ Լսում ենք ձեզ։ Լսում ենք ձեզ։ Լսում ենք։ Բարև ձեզ։ Ողջունում եմ Վիկտոր Հարմոնթաշարը։ Շնորհակալություն։ Եվ ձեր հյուրերին։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Լալամյանին իր կատարած աշխատանքների համար։ Կենարտան միջոցով նրանք հայրենասիրություն են սերմանում երիտասարդների մեջ։ Եվ ես ցանկանում եմ նրանց նորանոր հաջողություններ այդպիսի անձնվեր աշխատանքներ։ Es war ein Begrüßungswort zu uns und auch zu mir, weil Sie kennen, dass ich mehrmals solche Unternehmungen mache. Aha. Ja, so. Und wer sagte das? Ein Fernseher. Aha. Eine Josephine, wenn du etwas zu diesem Thema zu fügen hast. Ja. Es ist sehr wichtig, finde ich, das Filzen, weil Kinder es sehr lieben. Wir arbeiten ja in Armenien mit Kindern und viele behinderte Kinder. Und es ist sehr wichtig für die Kinder, dass sie mit dieser sanften Wolle, Seife, Wasser, Kinder lieben das. Und in Holland gibt es viele autistische Kinder auch, die arbeiten mit, Annemie hat eine Gruppe, autistische Kinder, behinderte Kinder, die noch etwas Kraft in Hand haben, die können sehr gut mit Filz arbeiten. So ist es sehr wichtig für die Kinder und behinderte Kinder. Josephine շատ կարևոր է համարում, որ այդ աշխատանքը սիրով են անում երեխաները, ու մանավանդ եթե երեխաները ունեն ինչ-որ խնդիրներ առողջական, դրանք կարող են հոգեբանական լինել կամ ֆիզիկական, մարմնական խնդիրներ, դրանք բրդի միջոցով, այսպես ասած, լուծվում են այդ հարցերը։ Օրինակ, Անեմին ունի հատուկ խումբ երեխաների, որոնք աուտիկ երեխաներ են, հոգեբանական որոշակի բարդություններ ունեցող երեխաներ, եւ այդ խմբերում աշխատելուց հետո բավականին մեծ առաջընթաց է դիտվում։ Պարոն Սարգսյան, ձեր կենտրոնում ներդրվել է բարեհույս կազմակերպության կենտրոնում ներդրվել այս թաղիքագործունեության դասընթացները։ Բարեհույս հասարակական կազմակերպությունը դուք գիտեք, որ 2 տարի է զբաղվում է առողջի ցուցադրագրով եւ 6 համայնքներում, Գավառում, Ծովազարդում, Լճափում, Հայրավանքում, Բերդքունքում եւ Ծաղկաշենում բացվեցին ընտանիքի երեխայի համայնքային կենտրոններ եւ այդ կենտրոններին կից արհեստագործական սենյակներ։ Հիմա դուք նաեւ լսեցիք, որ մեր հյուրերը այս իրենց նպատակների մեջ շեշտադրեցին, որ դա ունի առողջապահական բժշկական նշանակություն
Եվ մեր խնդիրներից գերակա խնդիրը այն է, որ օգնենք հատուկ կարիքներով երեխաների իրենց առողջական խնդիրները լուծելու առումով եւ նաեւ իրենց ընտանիքների զբաղվածության խնդիրը լուծենք, ինչու՞ չէ նաեւ իրենց մամաները մեր կողմից բացված այդ արհեստագործական սենյակներում կարող են զբաղվել քաղաքագործությամբ եւ այդ քաղաքագործության հետ կապված հիմա մեր անեմի ձեռքերի վրա կրում է իր գեղեցիկ այդ զարդերը, որոնց վրա կա ասեղնագործություն, կա ուլունքագործություն եւ այդ մեր արհեստագործական սենյակում ուսուցանված հատուկ կարիքներով երեխաների մայրիկները կարող են այս ստանալ այդ բրդի հենքի վրա այդ նախշերը իրենք կատարեն եւ ունենան համապատասխան նրանց ձեռքի գործն է թե պարզապես օրինակ են բերում որ դա կարող է նմանատիպ գործեր կարող են նաեւ Եվ մենք այցելեցինք բարիուսասական կազմակերպությունը, Կենաստուն մշակութային կենտրոնի ղեկավարությունը եւ մեր հյուրերը այցելեցինք Արաբկիր բժշկական համալիրի երեխայի զարգացման վերականգնական կենտրոն, այնտեղ մենք ծառայության պատասխանատուի հետ միասին խոսեցինք, հասկացանք, որ կենտրոն են հաճախում այնպիսի երեխաներ, որոնք որ կարող են ընդգրկվեն նման ծրագրի մեջ եւ ունենան արդյունավետ էֆեկտիվ բուժում որը որ կտա այդ երեխաների լավագույն բուժման ձևերից մեկը Այսինքն առողջարարը անկախ այնից մարդիկ, չգիտեմ, նման խնդիրներ ունեն թե ոչ։ Այո, յուրաքանչյուր մարդու համար, դե գիտեք հիմա այնպես է, որ ինչ որ ասում են առողջ մարդ, լիարժեք առողջ մարդ չկա, այնպես որ ինչպես է լինի հոգնած ենք լինում, սթրեսավորված, դա բացասական էներգիաները հանելու կամ ինչ որ բարերար որոշակի բուժական հանգստացնող նշանակություն ունեցող մի երևույթ է։ Իսկ ինչ է կարծում, բնակչության մի մասի համար կարող է զբաղվածություն ապահովել, թե դա շատ փոքր խմբի համար կարող է զբաղվածություն ապահովել։ Իմ կարծիքով իհարկե միանգամից մեծ սկիզբ չի կարող լինել, բայց եթե փոքրիկ ծրագիր արվի եւ դա հաջողություն ունենա, այսինքն եթե հնարավոր լինի որակյալ արտադրանք ապահովել եւ ապագայում դա վաճառել, եւ տեղում եւ Եվրոպայում եւ ինչու՞ չէ նաեւ պարոն Սարգսյանը ասաց նաեւ գուցե փորձենք Ռուսաստանում դրա իրացումը եթե մեր հայրենակիցներ կան այստեղ որ լսում են կարող են իրենց ցանոթների միջոցով մեզ համար շուկա հայթայթել եւ դա հետագայում աշխատատեղերի իհարկե հարց կարող է լուծել տեղում տարածաշրջանում քանի որ կներեք սա էլ ասեմ քանի որ մեզ մոտ ոչխարաբուծությունը բավականին զարգացած է բավականաչափ բուրդ կա եւ դա հնարավոր կլինի օգտագործել Այս պահին քանի հոգի ներգրաված դասընթացների մեջ Գավառ քաղաքից մասնավորապես Գավառ քաղաքից երևի 6-7 հոգի եւ 5-6 հոգի էլ դրսից Գյումրիից, Վանաձորից եւ Երևանից Իսկ մարզում միայն Գավառ քաղաքում է այսպիսի դասընթաց անցկացվում Այո, որովհետեւ մեր հյուրերը շատ կարճ ժամանակով են 5 օր 6 օրով են եկել 5 օրը նվիրվում է դասընթացին Եվ հետագայում մենք մտադիր ենք հնարավորություն ստեղծել, գուցե ֆինանսավորում ճարել, որպեսզի անեմիին եւս 1-2 անգամ հրավիրենք այստեղ, երբ որ մենք սա սովորելուց հետո որոշակի աշխատանք տարվի արդեն հետագայում ինքը եւս մի անգամ հնարավորություն լինի, որ այցելի տեսնի ինչպիսի աշխատանքներ է տարվում, խորհուրդներ տա եւ նոր բաներ, այսպես նոր աշխատանքներ, նոր տեխնիկաներ սովորելու հնարավորություն հնարավոր է։ Իսկ մենք չունենք արդեն դասընթացավարներ, ում կարելի է վստահել եւ ներգրավել մարդկանց։ Դե այս դասընթացը ավարտելուց հետո մասնագետները, որոնք արդեն ձերքի աշխատանքի որոշակի հմտություններ ունեն, մեկը ասենք ուլունքագործությամբ է զբաղվում, մեկը կարպետ է գործում, մյուսը գոբելեն, մարդիկ կան, որ մի քանի տեխնիկաների են արդեն տիրապետում։ Սա սովորելուց հետո իհարկե նրանք կարող են աշակերտներ ունենալ, փոխանցել մյուսներին, բայց անշուշտ դա քիչ է, որովհետեւ իսկապես ինչ որ նորից եմ ուզում կրկնել որակյալ եւ բարձրարժեք ու նաեւ ճաշակով, որը նույնպես շատ կարեւոր է գեղարվեստական արտադրանք տալու համար բավականին ջանքեր է պետք եւ մասնագիտական վերահսկողություն։
ինչ է մեր կազմակերպությունը, ինչ որ չափով պարտավորվում է անել, եւ մի բան եմ ուզում շեշտել, նաեւ որտեվ աշխատանքներ կարելի շատ գեղեցիկ աշխատանքներ անել, բայց դրանց ազգային դիմագծի ապահովումը եւս շատ կարեւոր է, որովհետեւ եթե մի բան ես անում, որ ամբողջ աշխարհում են անում, դա մի բան է, բայց եթե անում ես մի բան, որը հենց քո ազգին է բնորոշ եւ կամ դրա զարգացումն է, որը ինչ որ եթե ասենք մենք ներգրավում ենք ժառապատկերային մոտիվներ, մեր խաչքարերի նախշերը կամ մանրանկարչության նախշերը, ապա այդպես մենք աշխարհին ներկայացնում ենք բոլորովին այլ մի նոր մշակույթ, որը իրենց անծանոթ է եւ դրանով մենք առանձնանում ենք ընդհանուրից, ինչպես օրինակ եթե մենք հայերեն ենք խոսում, ընդհանուրից դրանով առանձնանում ենք եւ դրանով ենք նաեւ մենք գնահատելի, այդպես էլ այդ աշխատանքները։ Իսկ ինչ տեսակ բուրդ է օգտագործում թարգագործության մեջ, նաև այլ ինչ տեսակ նյութեր են օգտագործում։ Այդ հարցը գուցե դիմենք նորից Annemien, was für Arten von Wolle gebraucht man zum Filzen? Also wenn man Teppiche oder Wandbehänge, Schuhe, man gebraucht eine Bergschafwolle, eine starke Wolle. Alles, was man auf der Haut trägt, man braucht eine ganze weiche Wolle, so wie Merino. Ծածկոցների, գորգերի կամ պատից կախելու կամ ջրվարագույրների, բարձերի մինդարների համար կարելի է օգտագործել սովորական լեռնային ոչխարի բուրդը։ Մեր ոչխարի բուրդը, այո, համապատասխանում են, բայց եթե ուզում ենք այնպիսի առարկաներ պատրաստել, որ պիտի մարմնի վրա կրվի, ասենք ամպարանջաններ, բզնոցներ, մատանիներ կամ ինչ-որ ուրիշ զարդարանքներ, ապա դրա համար շատ նուրբ բուրդ է պետք, մերինոս ոչխարի, որը ես Annemien դրա մասին չասած, բայց ես ուզում եմ ասել, որ օրինակ Հոլանդիան ստանում է դա Ավստրալիայից, ավստրալիական ոչխարի բուրդը։ Այսինքն եթե ցանկանանք ապարանջաներ կամ այլ հագուստ, այո, հագուստի մասը պետք է ունենք բուրդը դրսից ներկրել, այո, կամ գուցե հետագայում, եթե դա այդքան շատ զարգանա Աստված, այո, եթե պահանջարկ ունենա, գուցե կարելի է նման ոչխարներ բուծել այստեղ, Ավստրալիայից ոչխարներ բերել։ Ով գիտի, հուսանք, այո։ Իսկ այլ ինչ նյութ է օգտագործում թավից բուրդից բացի։ Ուրեմն բուրդ, օճառ եւ ջուր, տեսանյութում դուք հավանաբար լսեցիք, մասնակիցները դրա մասին ասեցին եւ վրան կարող են թելերով զարդարանքներ արվել, հունունքներով, օգտագործվում նաեւ քիչ քանակությամբ վուշի եւ մետաքսի թել, բայց դրանք զուտ զարդանախշեր անելու համար, որովհետեւ բուրդը ունի լմվելու եւ թաղկելու ունակություն, իսկ մյուս այսպես ասած մյուս նյութերը, մյուս թելի տեսակները կամ մազի տեսակները չունեն։ Այստեղ կներեք գուցե մի քիչ շեղում թվա, բայց ես ուզում եմ մի շեշտադրում էլ նույնպես անել, որը շատ կարևոր է, փաստորեն թաղիքագործության կորուստով մենք մեր լեզվում կորցրել ենք նաև շատ բառեր։ Օրինակ թաղկել բառը մեր բարբառում է, չէ՞։ Բայազետի բարբառում օգտագործվում է, երբ որ մազերը խճճվում են, բայց դա փաստորեն թաղկել թաղիկ բառից է, այսինքն թաղիկ դառնալ եւ թաղիկ, լմել, այսինքն բուրդը հասցնել թաղիկի աստիճանի, թաղկադիր, այսինքն թաղիկագործ, լպուտ, օրինակ լպուտյանի ազգանունը գիտեք, չէ՞, նշանակում է թաղիկ անող վարպետ, կամ ասրապ, ասրապը թաղիկի մի տեսակն է, երբ որ պատրաստում էին հիմքը, հետո վրան ասեղնագործում էին, օրինակ ասենք Annemien ապարանջանները, որ ինքը պատրաստել է, սկզբում արել է այդ ասրապը, հետո վրան ասեղնագործել է։ Այս բառերը փաստորեն մեր բառապաշարից նույնպես դուրս եկած են եւ ես հույս ունեմ, հիմա օրինակ ես բառարաններում փնտրում եմ բառեր, որոնք դրա հետ կապված են, որ հետագայում դասընթացի ընթացքում մենք փորձենք այդ բառերը օգտագործել եւ վերածնունդ տալ որոշակի բառերի։ Տեսնում եք ինչ լավ բան է դուրս գալիս դրանից։ Իսկ ինչ սարքավորումներ են անհրաժեշտ թարգագործության մեջ կամ ինչ process է ասում բուրդը լվացվում է, ինչ արվում է։ Մենք Annemien պիտի այսօր հոգնեցնենք մեր հարցերով։ Annemien, wieder eine Frage an dich. Was für Instrumente gebraucht man beim Filzen? Was braucht man dafür? Ich habe über Wolle, über die Prozesse gesagt, aber was für extra Instrumente? Ja. Eigentlich, wenn man Filz macht, man braucht nur Wolle, Wasser, Seife und Druck, Reibung. That's it.
Ուրեմն ինչպես արդեն ասվեց, բուրդ, ջուր, օճառ եւ ձեռքերով այսպես շոյել, տպտպացնել ու նաեւ սեղմել։ Und natürlich ist es so, wenn man dann viele Sorten Filz macht, man findet Matten zum Rollen, Hammer zum Schlagen, also allerlei Hilfsmittel, Kopf für Hut, aber eigentlich braucht man nichts anderes als Wasser, Wolle, Seife und Reibung. Ուրեմն այդ 4 առաջին նախապայմաններն են, իսկ եթե մեծ բան եք ուզում պատրաստել, ապա դրա համար կարող է պետք լինել մուրճ, որ խփեք եւ կամ ինչ որ մի այսպես ինչ ասեմ, խսիրանման նյութ կամ մի կտոր, որի մեջ դա փաթաթվում է, որ հետո անպայման սեղմվի, լմվի եւ անեմին դրա մասին չասած, բայց ինքը Կիրգիզիայում լինելուց հետո ֆիլմ էր բերել, այնտեղ պատրաստել են նաեւ հիշում եք հին լվացքի մեքենաները, որ մենք պտտում էինք։ Այդպիսի մի սարք թաղիքը բանանելու համար, այսպես լմելու, նստացնելու համար ու նաեւ շատ կարևոր է, որ երման ջուր վերջում օգտագործվի, որ դա իր վերջնական տեսքին գա։ Խոսքով առանձնապես շատ թանկ սարքավորումներ անհրաժեշտ չէ։ Կարելի է սովորական խոհանոցում նստած, աշխատանքից հետո, երբ որ արդեն ճաշը եփել ես, վերջացրել ես, խոհանոցը մաքուր է, այնտեղ վերցնես օճառ ջուր ու սկսես բրդի հետ աշխատել։ Es ist die älteste Textilwerkform, die besteht. Ja. Եվ շատ կարևոր բան ասաց Անեմին, որ դա ամենահին գործվածքն է, որ երբևէ եղել է, որովհետև մնացած գործվածքները մարդկությունը հետո է հայտնագործել։ Իսկ սա ինքն իրան առաջացել է, հիշում եք լեգենդը, որ պատմեցի տապանի մասին։ Տեսանյութում ներկայացված տեսականին բավականին հետաքրքիր ձևավորում ուներ, սա ենթադրում է, որ պետք է առանձին ձևավորող ունենան դիզայներ կամ չգիտեմ, այնպիսի մարդիկ, ովքեր որ լավ երևակայություն ունեն եւ գեղարվեստական մոտեցում են ցուցաբերում այդ աշխատանքին, թե յուրաքանչյուրը կարող է պարզապես Իհարկե, յուրաքանչյուրը կարող է իր համար պատրաստել ինչ որ ուզում է կամ ինչ որ իր երևակայությունը ներում է, բայց իհարկե, եթե ուզում ես, որ արտադրանք լինի կամ արտադրություն կազմակերպես եւ դա պահանջարկ վայելի, այդ դեպքում առաջանում է անպայման ձևավորողի հարցը, նկարիչ ձևավորող